Dünya 5'ten büyüktür. Աշխարհը 5 երկրից ավելի մեծ է։ Հաճախ հայտարարում է Թուրքիայի նախագահը, մասնավորապես սիրում է դա անել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ 2014-ից հնչող այս արտահայտությունն ուղղված էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մենիշխանությանը։ Էրդողանը դեռ այդ ժամանակից էր հասկանում, որ աշխարհում էլի պետություններ կան, որ կարևոր դեր կարող են խաղալ աշխարհում ընդունվող որոշումներում, ու իր երկիրը դրանցից մեկն է ձգտում լինել։ Ավելին, ըստ Էրդողանի, խորհրդի մշտական անդամի ամենաարժանի թեկնածուն է։ Նույն Թուրքիան այսօր կամուրջը Եվրոպայի եւ Ասիայի միջև վերահսկում է առևտրային ու էներգետիկ ուղիներ։ Մոտավորապես 1.44 տրիլիոն դոլար հնայով 85 միլիոն բնակչությամբ մեր հարևանի բանակը իր հզորությամբ աշխարհում 9-րդն է, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը։ Թուրքիան ուղիղ կամ միջնորդավորված ձևով ներկա է Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում ու եւս 11 երկրում։ Թուրքիան ցանկանում է հաշտության օղակ դառնալ միջազգային կոնֆլիկտներում, հատկապես Ուկրաինայում, որպիսի գերտերության հայտ ներկայացնի։ Օրինակ, նույն միջնորդության քաղաքականություն վարող Կատարին վերջերս Իսրայելը հարվածեց փորձագետների կարծիքով նաև հենց իմիջի վրա ազդելու համար։ Այսինքն Թուրքիան հավակնում է դառնալ այն տարածաշրջանային հեգեմոնը, ով ոչ միայն արաբական աշխարհում, այլ նաև կովկասյան տարածաշրջանում, եվրոպական հատվածում ունենա իր արժեքավոր խոսքը եւ որի մասին նաեւ Եվրոմիության բարձր ներկայացուցիչ նախկին ներկայացուցիչ ասաց մենք պետք է հաշվի առնենք, որ սա ուրիշ Թուրքիա է, ում հետ մենք պետք է հաշվի նստենք։ Արաբական Միացյալ Էմիրությունները եւս հսկայական ֆինանսական ռեսուրսների շնորհիվ դարձել է տարածաշրջանային հզոր խաղացող։ Այս երկիրը ակտիվ ներդրումներ է անում ռազմավարական նշանակության նավահանգիստներում, Աֆրիկայից մինչև Ասիա, ինչը նրան տալիս է լծակներ համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունները նաև վարում է բազմավեկտոր քաղաքականություն, սերտ հարաբերություններ պահպանելով ԱՄՆ-ի հետ, միևնույն ժամանակ խորացնելով կապերը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Նաև ակտիվ եւ արդյունավետ միջնորդական առաքելություն իրականացնում ինչպես ռուս-ուկրաինական դիմադրությունում գերիների փոխանակման, այնպես էլ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելով։ Հնդկաստանի հիմնական ուժը նրա հսկայական մարդկային ներուժն ու ռազմավարական դիրքն է։ Բնակչությամբ այս երկիրը գերազանցել է Չինաստանին։ Մոտ 1.5 միլիարդ բնակչությամբ Հնդկաստանը ավելի քան 4 տրիլիոն դոլարի հնա ունի։ Նյու Դելին սերտ հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, սակայն դա չի խանգարում ռուսական գազի եւ նավթի մեծ ծավալներ վերավաճառելը։ Միացյալ Նահանգները արաբական աշխարհում ունի իր դաշնակիցը։ Եթե ձեզ թվում է, որ կարծում եմ Միացյալ Նահանգներին դուր է գալիս Իսրայելի վարած քաղաքականությունը, որտեղ այդ քննադատությունները նաև Միացյալ Նահանգներն են ուղղվում, ես կարծում եմ դա այդպես չի։ Բայց քանի որ ինքը տարածաշրջանում չունի ավելի վստահելի դաշնակից, քան Իսրայելն է, ինքը համաձայնում է կամ առնվազն չի խոչընդոտում Իսրայելի գործողություններին։ Մեծ տերությունների ստվերում զարգանում են ավելի փոքր, բայց մեծ լծակներով պետություններ, ինչպիսին օրինակ Իսրայելն է, որն այսօր ոչինչ հաշվի չառնելով Գազայում անխոչնդոտ իրականացնում է ցեղասպանական գործողություններ եւ ազատ հրթիռակոծում է Իրանը, որը նույնպես միջին պետություն է, բայց համեմատաբար ավելի քիչ հնարավորություններով, պայմանավորված տասնամյակների պատժամիջոցներով ու ճնշումներով։ Ներկայում Մերձավոր Արևելքում մեծ տարածաշրջանում կա 4 պետություն, որոնք համարվում են առավել ուժեղները, առավել հզորները, դա Իրան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Իսրայել։ Իրանը եւ Իսրայելը 1979 թվականից սկսած գտնվում են վատ թշնամական հարաբերությունների մեջ։ Ոչ գեր, բայց ծանրակշիռ դեր ունեցող այս տերություններին կարող ենք բաժանել մի քանի խմբի։ Նրանց մի մասը փորձում է հարմարվել ու զարգանալ այդ պայմաններում։ Իսկ որոշները, ինչպիսին օրինակ մեր արևմտյան հարևանն է, ձգտում է մեծացնել իշխանությունն ու ավելի մեծ լծակներ ունենալ, ինչպես օրինակ արեց Սիրիայում միջնորդավորված կերպով իշխանության գալով։ Մյուս հարևանը Ադրբեջանը հատկապես վերջին 5 տարում Արցախի դեմ ագրեսիայից հետո գերիշխանությունը հաստատելով փորձում է ավելի ազդեցիկ մակարդակի դուրս գալ արտաքին քաղաքական ասպարեզում։ Միաժամանակ մի քանի աթոռի նստել դա միջազգային հարաբերություններում, այն ժամանակակից միջազգային հարաբերություններում գրեթե անհնար է, եթե դու ինքդ չես ձևավորում աշխարհակաղակական կենտրոն կամ չունես այնքան տնտեսական հզորություն եւ հիմք, որ կարողանաս այնպես անել, որ բոլորը քո հետ շահագրգռված լինեն հարաբերություններ ունենալ։ Այդ պարագայում միգուցե հնարավոր է մի քանի կենտրոնների հետ միաժամանակ աշխատել։
Այս նոր ակտիվ եւ հավակնոտ միջինտերությունները ստեղծում են ազդեցության, կախվածությունների եւ շահերի բարդ ցանց, որը դարձնում է աշխարհը ավելի անկանխատեսելի ու խճճված։ Արդյոք սկսվել է միջինտերությունների դարաշրջանը։ Արդյոք նրանց մրցակցությունը կհանգեցնի նոր, ավելի արդար եւ կայուն բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծմանը, թե ընդհակառակը կառաջացնի նոր տարածաշրջանային բախումներ եւ գլոբալ քաոս։ Սիմոն Հովանիսյան, Դավիթ Գենջոյան, Reopen Media։